Ծնունդով Վանաձորից 22-ամյա Մարիամ Ստեփանյանի համար օրը սովորական չէ, այն նոր կյանքի սկիզբ է։ Մարիամը բանակ է գնում, զորակոչվում է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Հայրենիքը իմ համար բացարձակ արժեք է, ես կարծում եմ, որ ես իմ համար ոչ միայն պարտականություն է, այլև, չգիտեմ, հնարավորություն անմիջապես ծառայելու հայրենիքին։ Մարիամը երկար տարիներ զբաղվել է մարտական սամբոյով, մասնակցել միջազգային բազմաթիվ մրցաշարերի, աշխարհի առաջնությունում նվաճել պատվավոր 3-րդ հորիզոնականը։ Սպորտը Մարիամին սովորեցրել է գլխավորը՝ չհանձնվել, եւ այսօր նույն կամքով ու նպատակասլացությամբ իրականացնում է իր վաղեմի երազանքը։ Իրականում շատ ուրախ եմ, որովհետև հասել եմ էլի նպատակի, շատ մեծ էր իմ ցանկությունը ծառայելու։ Մարիամի կողքի մտերիմներն են, ընտանիքը, ընկերներն ու հարազատները։ Բոլորի հայացքներում հպարտություն է, եկել են բարի ճանապարհ ու խաղաղ ծառայություն մաղթելու իրենց զինվորին։ Մենք այսօր շատ ուրախ ենք, շատ հպարտ ենք, մեծ սիրով ճանապարհում ենք։ Ես շատ ուրախ եմ, որ ես սև աղջիկ ունեմ, եթե սիրում է, եթե հայրենասեր է, թող գնա իր ցանկությունով ծառայի։ Չեմ կարծում, որ դժվարություններ կլինեն, պատվով կանցնեմ ամենայն դեպս ու ամենակարևորը կկոտրեմ այն կարծրատիպը, որ աղջիկները թույլ են, թույլ սեռ են։ Հրաժեշտի պահը ամենադժվարն է, գրկախառնությունները երկարատև են, խոսքերը քիչ, զգացմունքները անսահման։ Հաջողություն հարեցիր, կարող ենք գնալ։ Գնացինք։ Վաղ առավոտյան Մարիամը բոլոր զորակոչիկների նման ներկայանում է տարածքային զինկոմիսարիատ։ Այստեղ նախ բուժզննում պետք է անցնի։ Եթե առողջական խնդիրներ չհայտնաբերվեն, ապա աղջիկը ենթակա է զորակոչի։ Ամեն ինչ նորմալ է, պատրաստենք ծառայություն։ Մարիամի հետ բանակ է գնում նաև հարազատ քրոջ որդին, արտերկրից վերադարձած Հովհաննեսը։ Զինկոմիսարիատի բակում մեկը մյուսին ոգևորում է եւ քաջալերում։ Միասին են գնալու եւ մասնակցելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությանը։ Զգացողությունները աննկարագրելի է, մենք հիմա զինկոմիսարիատի տարածքում ենք, կոմիսիան անցել ենք, պիտանի ենք, պատրաստվում ենք գնալ հավաքակայան ու շատ հպարտ եմ, որ իմ քրոջս տղու հետ եմ զորակոչվելու։ Հարազատ քաղաքի զորակոչիկներին ճանապարհում են հանդիսավորությամբ ու մեծ շուկով։ Եվս մի քանի րոպե եւ ժամանակն է, գրկախառնություններն ու բարեմաղթանքներն ամենուր են։ Այսօրվա զորակոչին Մարիամը միակ աղջիկն է։ Հուզմունքը թաքցնելով ապագա զինվորը միանում է բոլորին ու ճանապարհ ընկնում դեպի կենտրոնական հավաքակայան։ Բարի ծառայություն։ Կենտրոնական հավաքակայանում ըստ սահմանված կարգի զորակոչիկները կրկնակի հետազոտություն են անցնում, որից հետո ներկայանում են մանդատային հանձնաժողովին։ Ստուգվում են գիտելիքները եւ միայն դրանից հետո կարող են մասնակցել վիճակահանությանը։ Ստեփանյան Մարիամ։ Վիճակահանության սրահում առաջինը հնչում է Մարիամ Ստեփանյան անունը։ Մարիամը մոտենում է թմբուկին, սակայն օրենքի համաձայն ծառայավայրն արդեն հստակ է։ 6 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող աղջիկը ծառայության է անցնում կանանց գումարտակում։ Այդ ծնողներ խմբում ունեն ինքական սերի ներկայացուցիչ, ով համաձայն օրենքի ցանկություն է հայտնել կամավոր հիմունքներով անցնելու պարտադիր զինվորական ծառայության։ Համաձայն օրենքի զորակոչիկը չի վիճակահանվում եւ մեկնում է ծառայության վայր ուսումնական զորամաս բարի ծառայություն։ Մարիամն արդեն զինվոր է, նորակոչիկ։ Համազգեստով կարծես առավել վստահ է։ Ասում է այն ոչ միայն ուժ է տալիս, այլև հիշեցնում է պատասխանատվության եւ ընտրած ճանապարհը պատվով անցնելու մասին։ Համազգեստը մեծ հպարտությամբ եմ կրելու ու կարծում եմ, որ ցանկացածի մոտ այս համազգեստը կրելը պիտի լինի գիտակցված ընտրություն։ Առհասարակ իմ տեսակով չկոտրվող եմ, ըստ այդմ չեմ վախենում խնդիրներից, չեմ խուսափում ու կարծում եմ, որ իմ ընտրությունը ողջամիտ ընտրություն է։ Մարիամ Ստեփանյանը համարձակ քաղաքացիներից մեկն է, ով սեփական օրինակով ապացուցում է Հայաստանի Հանրապետության պաշտպան լինելը սեր չի ճանաչում։ Նա կծառայի կանանց գումարտակում 6 ամիս, իսկ ծառայության ավարտին կստանա 1 միլիոն դրամ պատվովճար։ Սակայն այսքանով Մարիամի ծառայությունը չի ավարտվի։ Առջևում սպա դառնալու բաղձալի ճանապարհն է։ Լավրա Մամյան, Ռուբեն Մնացականյան, Ռազմիկ Տիգրանյան, Զինուր